Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ հնարավորություն է տվել իր առջև խոնարհվելու, իր առջև հավաքվելու իր սուրբ փոքրիկ տաճարում եւ մեր սոված ծարավ հոգին կերակրվելու համար ենք եկել, հասկանում եք։ Եթե մեր հոգին օրորիչ կերակրվի, մեր հոգին օրորիչը զորանա եւ մենք Աստծո սպառազինությունը օրորի չնորոգենք, զինվենք, զինամթերքները Փամփուշտները աղոթքի ռետանին միշտ պատրաստ չպահենք, թշնամին շուտ մեզի կհարվածի եւ մեզ կկործանի, ամեն։ Հաջորդ պատգամը, եթե կարողանանք այս տարվա վերջի պատգամը լինելու այդ հոգեվոր ռազմավարության մասին, որ Տերն ասում է ձեր վրա հագեք Աստծո սպառազինությունը, սպառազինվել բառը ինչ է, զենքով, զինամթերքով զինվել ու պատրաստ լինել միշտ թշնամու կրակոստերին եւ հարցակումներին էլ շատ տեղեր էլ դու հարցակվեք, որ Երիքովի պարիսպները դու քարուքան դանեք աղոթքի եւ զենքի զորության շնորհիվ։ Շատ անգամ մեզի սատանան ծարաբեռնում է, որ մենք չզինվենք։ Չզինված զինվորները մսաղացի նման տրորվում են, ամեն։ Դրա համար մենք ամեն վարքյան երբ պարապենք, փամփուշտներ սապրավ կանենք, ամեն։ Իզելնայի դու ամեն վարքյան որ պարապես ինչ ես սապրավ կանում, ներսդ պղտության ջրեր ես լծում, դրա համար պատերազմը տանուլ ես տալիս, ամեն։ Հետի կխոսեմ մեզ հաջորդ պատգամին Աստծո սպառազինության մասին եւ այս տարի կփակենք պաշտամունքները, ամեն։ Այսօրվա մեր սերտողությունն է Եսայի 38-րդ գլխից սկսած։ Եզիկիայի մերձի մահիվանդանալը, առողջանալը եւ գոհության երգը։ Բոլորը տեսնում եք, որ նա մեղ կխոստովանվավ Եզեկիան ու այստեղ Եսայի 38-ում, որի նաև գրված է 4 թագավորաց 20 գլխում, բայց 4 թագավորաց 20 գլխում նրա փառաբանական երգը չկա։ Եսայի 38-ում Եզիկիան բուժվելուց հետո փառաբանական երգ եւ աղոթք անում։ Ու հենց այդտեղ է ասում, որ իմ մեղքերը մեջքիդ ետևը ձգեցիր, ամեն։ Փառավորվի Քրիստոսը, դրա համար լավ իմացեք ով հիվանդներ, որ մեղքեր չունենաք, հիվանդություն ցավ չեք ունենա, որտեղ Տերը ներել է ձեր մեղքերը եւ բժշկել է ձեր բոլորի ցավերը, ամեն։ Եսայա 38-րդ գլուխ։ Եզիկիայի մերձի մահիվանդանալը, առողջանալը եւ գոհության երգը։ Այն օրերը հիվանդացավ Եզեկիան մերձի մահ եւ Ամոսի որդի Եսայա մարգարեն եկավ նրա մոտ եւ նրան ասաց. այսպես է ասում Տերը, կտակ արաքոտան մասին, որովհետև դու պիտի մեռնես եւ չապրես, վերջ ասածներ պիտի կատարի, բայց տեսեք զղջալը, աղոթքը, քանդումը, չարի ծրագիրը հաստատում է Աստծո բարի ծրագիրը, հաստատ Աստծո ծրագիրը չէր Եզիկիան վաղաժամ մեռներ, բայց չար ուրախանում էր, ծիծաղում էր, որ այդ սուրբ թագավորին գերել է ու սպանում է, որ դժոխք տանի, բայց փառավորվի Տերը զղջման աղոթքը ետ բերեց Եզիկիայի թե կյանքը, թե առողջությունը եւ թե փրկություն շնորհեց իրեն։ Ինչ արավ, պատտվեց պատ ու դառը ողբով լացով խոստովանվեց իր անօրինեությունները եւ բժշկվեցավ։ Եվ Ամոսի որդի Եսայա մարգարեն եկավ նրա մոտ եւ նրան ասաց. այսպես է ասում Տերը, կտակդ արա քո տան մասին, որովհետև դու պիտի մեռնես եւ չապրես։ Եվ Եզեկիան իր երեսը դարձրեց դեպի պատը եւ աղոթք արավ Տիրոջը։ Սա ասում եմ գրված է Նոև 4-րդ թագավորաց 21-ից 5-ում։ Կարակ նշեք այդ համարը, որ վկայությունը տեղա տանում։ Եվ Եզեկիան իր երեսը դարձրեց դեպի պատը եւ աղոթք արավ Տերոջը եւ ասաց. աղաչում եմ Տեր, հիշիր, որ քո առաջին հավատարմությամբ եւ կատարյալ սրտով գնացի եւ քո աչքերին հաճելի եղած արի։ Տե ինչ եմ արել էլի ես մի բանի համար մի պատժի։ Եվ Եզեկիան մեծ լացով լաց եղավ։ Տեսեք հիշեցրես Տիրոջ իրա գործերը, չէ որ ես քեզ ավատարիմ եմ մոծել, շանս դու մի անգամ ները անձի եւ ես կուղղվեմ։ 4-րդ խոսքից։ Հիմա մեծ տեսնում աղաչում եմ Տեր, հիշիր, որ քո առաջին հավատարմությամբ եւ կատարյալ սրտով գնացի եւ քո
աչքերին հաճելի եղածը ըրի եւ Եզիկյան մեծ լացով լաց եղավ։ Հիմա տեսեք նույն բանի մասին գրված է այս համարներում, թե Մանասեն ոնց է զղջում գերությունից ազատվում։ Գրեք այդ համարները, նշան դրեք։ Երկրորդ մնացորդած 33-ի 12-13, երկրորդ թագավորած 24-ի 10 եւ Սաղմոս 32-ի 5 նույն միտքն են հաստատում։ Ամեն։ Աղաչում եմ Տեր, հիշիր, որ քո առաջին հավատարմությամբ եւ կատարյալ սրտով գնացի եւ քո աչքերին հաճելի եղածը արի եւ Եզիկյան մեծ լացով լաց եղավ։ Տեսեք, լաց եղավ, զղջաց եւ Աստված լսեց նրա աղոթքը ու բժշկեց իր մահամերձ հիվանդությունը։ Եվ 4-րդ խոսք, Տիրոջ խոսքը եղավ Եսայային ասելով. գնա եւ ասիր Եզեկիային, թե այսպես է ասում Տերը, քո հայր Դավիթի Աստվածը, քո աղոթքը լսեցի։ Ինչ աղոթք արավ? Զղջման, ուրիշ ինչ աղոթք պետք է աներ, որ բժշկվեր։ Տերն էր ամեղքերս բուժացավերս։ Դու գիտես, որ ես հավատարմորեն քայլել եմ, էլի կքայլեմ, շանս դու։ Գնա եւ ասիր Եզեկիային, թե այսպես է ասում Տերը, քո հայր Դավիթի Աստվածը, քո աղոթքը լսեցի, քո արտասուքը տեսա, ահա ես պիտի ավելացնեմ քո օրերի վրա 15 տարի եւ քեզ պիտի ազատեմ Ասորեստանի թագավորի ձեռքից եւ այս քաղաքը Երուսաղեմը, կարակ նշան դնեք գրեք, եւ այս քաղաքը պիտի պաշտպանեմ եւ սա քեզ նշան լինի Տերիցը, որ Տերը անելու է այս բանը, որ ասել է. ահա ես ետ պիտի դարձնեմ աստիճանների ստվերը Աքազ, քո հայր Աքազի սարքած արեգագնային ժամացույցի աստիճանները, որ իջել են Աքազի արևի ժամացույցի աստիճաններով է։ Մի խոսքով քո հոր շինած արևի ժամացույցի աստիճանները միանգամից կթեղափոխեմ 10 աստիճան առաջ, ասավ, այդ հոսա բնական է 10 աստիճան առաջ գնալ էլի, արևի հետ գնում է 10 աստիճան ետ արա, որ ես հավատամ, որ իրականից դու կանես այդ հրաշքը։ Ահա ես ետ պիտի դարձնեմ աստիճանների ստվերը, որ իջել է Աքազի արևի ժամացույցի աստիճաններով 10 աստիճան եւ արևը տեսեք ետ դարավ, թե թագավորած գրքում այս բանավեճը երևում է, ասում է առաջ կտանեմ, չի ասում է ետ դար, արդեն Եզեկիային հաստատելու համար ասում է եւ 10 աստիճան եւ Աքազի արևի ժամացույցի աստիճաններով է 10 աստիճան եւ արևը ետ դարավ 10 աստիճան այն իջած աստիճաններով է։ Ամեն, այդ հրաշքը ցույց տվեց։ Ուրեմն դուք կարակ գիտում եք 1-ից մինչև 8 գրեք Եզեկիան Տերիցը պատգամ է ստանում, որ պիտի բժշկվի, ամեն, մեղքի պատճառով պատժվում է, բայց գրեք Եզեկիան Տերից պատգամ է ստանում, որ կբժշկվի։ Էդի այդ լուսանցքում գրեք, որ իմանաք։ Հաջորդը 9-ից մինչև 20-ը գրեք Եզեկիայի գոհության աղոթքը բժշկությունից հետո, Եզեկիայի գոհության աղոթքը բժշկվելուց հետո, այս 9-ից մինչև 20-ը դրա մասին է խոսում։ Հիմա Հուդայի թագավոր Եզեկիայի գրվածքը երբ որ հիվանդացավ եւ հիվանդությունիցն առողջացավ, ամեն ինչ գրեց եւ իր ձև փառավորեց Տիրոջը։ Ես Եզեկիան եմ խոսում, ես Եզեկիան, ես ասեցի, իմ օրերի հանգիստ ժամանակին պիտի գնամ գերեզմանի դռները, վաղաժամ պիտի մեռնեմ, պիտի զրկվիմ իմ տարիների մնացորդից, ամեն, որ պիտի 80 տարի ապրեր, 40-ում մեռնում եմ։ Ասեցի Տիրոջը, չեմ տեսնելու Տիրոջը, կենթանյաց երկրումը, մարդի չեմ նայելու, այլևս ես հանդերձյալի բնակիչների հետ միասին։ Իմ շրջանը չվում է և
փոխադրվում է ինձանից հովվի վրանի նման։ Ես, Եզեկիան, ես կտրեցի իմ կյանքը ոստայնակի պես։ Իգտեր մեղավոր մեղքը գործեց ու կյանքը կարճացավ։ Նա ինձ կտրեց առեջիցը։ Ցերեկից մինչև գիշերը ինձ կվերջացնես։ Զղջման աղոթք է էսի ու գնում է փառաբանություն։ Սպասեցի մինչև առավոտը, ինչպես առյուծը, նա այնպես կոտրատում է իմ բոլոր ոսկորները։ Ցերեկից մինչև գիշեր ինձ կվերջացնես։ Կռունկի պես, ծիծեռնակի պես ճվճվում էի, մնչում էի աղավնիի պես, աչքերս նվաղում էին դեպի վեր նայելով, էլի ինքան վեր նայեցի և աղոթք արեցի, ով Տեր, տագնապ ունիմ, օգնիր ինձ։ Էսի Եզեկիան կարճ բացատրեց, թե ինչ արե այդ անհույս վիճակումը։ Ինչ ասեմ, որ նա ինձ ասաց և նա էլ արավ, ալելույա։ Կամաց պիտի գնամ իմ բոլոր տարիներումը իմ հոգի ցավի համար։ Ով Տեր, նրանցով ապրում են նրանք և նրանց բոլորի մեջ է իմ հոգի կյանքը, և դու, տեսեք ամենաօրհնյալ պահը, և դու Աստված ինձ բժշկեցիր, ալելույա, և ապրեցրիր, 15 տարով կյանքս երկարացուցիր, և դու ինձ բժշկեցիր և ապրեցրիր։ Ահա խաղաղության համար դառնություն եղավ ինձ, դառնություն, բայց դու սիրեցիր իմ անձը ոչնչանալու գուբիցը հանելով, ալելույա, որովհետև ուշադիր բոլոր մեղքերս մեջքիդ ետևը գցեցիր։ Հիմի հասկացաք, որ հիվանդությունը, մերձիմա հիվանդությունը, դաժան հիվանդությունները բոլորը մեծամասամբ մեղքի պատիժ են։ Որովհետև գերեզմանը քեզ չի գովիլ, մահը քեզ չի օրհնաբանիլ, գուբն իշխնողները չեն ուսալ քո ճշմարտությանը, ալելույա։ Ապրողն է քեզ օրհնելու, ալելույա, ինչպես ես այսօր հայրը որդկանցը պիտի իմացնե քո ճշմարտությունը։ Տերը պատրաստ է ինձ օգնելու, ուրեմն իմ երգերը լարավոր նվագարաններով նվագենք մեր կյանքի բոլոր օրերումը Տիրոջ տան մեջ, ալելույա։ Հասանք 21-րդ խոսքը։ Տեսնում եք ինչ փառաբանություն, ինչ երգ և ինչ աղոթք, որտեղ այդ ժամանակ է Տերը փառավորվում, որ այդ հիվանդությունը ասում է Տիրոջ փառքի մարա։ Եթե մարդն հիվանդության մեջ մեռնում է, էլի ի՞նչ Տիրոջ փառք։ Եվ մարդը զղջում է Եզեկիայի նման և հիվանդությունից բժշկվում է, Տիրոջ փառքը թե իր ընտանիքի մեջ, թե ողջ եկեղեցու մեջ բարձրանում է երկինք։ 21 խոսք։ Եվ Եսայան ասել էր, որ չոր թուզեր առնեն և սպեղանի շինեն վերքի վրա և կարողջանա, բայց Տերը առասրայել էր ասե կարողջանա։ Չորացած թզերը անապական երկար մնում են, սրանք խորհուրդն են Աստծո խոսքի, անապական խոսքերի, որ մե հիվանդության վրա, որ մե հիվանդը ընդունում է, որ մե վերքերով, ցավերով ընդունում է Աստծո խոսքը, բժշկություն է լինում, ամեն։ Սա նույնն է, ինչը որ Տիմոթեոսին Պողոսն ասավ, ջուրը գինու հետ խառնած խմի, ջուրը Աստծո խոսքը, գինին Քրիստոսի այրունը կատարյալ բժշկում են ամեն ցավ և աղտ և հիվանդություն, ամեն։ Թե Եզեկիայի չորացած թզերը, թե Տիմոթեոսին ասած Պողոսի կողմից պատվիրած ջուրն ու գինին նույն խորհուրդն ունի։ Դե գինին Քրիստոսի այրան խորհուրդն ունի, թուզը Աստծո խոսքի։ 100% իմացեք, որ մի հիվանդը սրտանց ընդունա զղջա, կբժշկվի։ Ամեն։ Նորից եմ կարդում, և Եսայան ասել էր, որ չոր թուզեր առնեն, չոր է, դու մի անգամից ասել թարմ թուզ։ Չոր թուզն է երկար ապրում անապական, ամեն, որ Աստծո խոսքի խորհուրդն ունի, որ դարեզ դար անապական հասելա մեզի ու մեր հոգին ու մարմինը բժշկում։ Էսի պարտ գորոս փարիսեցիները կարան հակառակվեն, ես բան չունեմ ասելու։ Ես չեմ խոսում մեռելների համար, էլի հպարտ։ Ես խոսում եմ ողջերի համար։ Եվ այն
գառնուկները, որոնք նորեկներ են, բայց հոգով կասկանան, որ դա ճիշտ է։ Իսկ այդ մեռած դիակ փարիսեցիները երբեք էլ չեն ընդունե որևէ սուրբի, Հիսուսին չեն ընդունե, Պողոսին չեն ընդունե, Պետրոսին չեն ընդունե, մեզ էլ չեն ընդունի, եւ Տերն էլ այդ իմաստությունը հանճարը չի տա, որ նրանք հասկանան այս խոր իմաստ բաները, ամեն։ Դրա համար ով Տիրոջ առաջին ուղիղա, Տերը իր առաքյալներին բացատրում էր, բայց նրանց ասում էր նրանց համար փակ ամենալու, որտեղ նրանք չեն էլ կարա հասկանան, թե ես ինչ եմ ասում։ Հոգևոր բաները մարմնավոր մեռած դիակ հավատացյալների համար հիմարություն է, իսկ Տերը երբեք չէր անի այնց, որ իր խոսքը ասեր եւ հիմարություն համարվեր։ Դրա համար էլ մենք էլ մեր Տիրոջ մարգարիտները պետք է խոզերի չընդունողների դեմը չգցենք, ամեն։ 21-ը նորից կարդամ։ Եվ Եսայան ասել էր, որ 4 թուզեր առնեն եւ սպեղանի շինեն վերքի վրա եւ կարողջանա, եւ Եզեկիան ասել էր, ինչ է այն նշանը, թե Տերոջ տունն են վեր գնալու, եւ արդեն ասեցինք, որ ասել էր մի նշան ցույց տերել, ասավ, որ քո հոր ակազի շինած ժամացույցի, արևի ժամացույցի աստիճանները, եթե տենց ես ուզում, 10 աստիճան ետ են գնալու։ Դա եղավ եւ Եսային հաստատվեցավ ու համոզվեցավ, որ Աստված բժշկելու է իրեն։ Ամեն։ Այսքանով ավարտեցինք Եսայա 38-րդ գլխի սերտողությունը, Տերը օրհնի։ Եսայա 39-րդ գլուխ։ Եզեկիայի սնապարծությունը պատժի սպառնալիք է ստանում։ Կարակ գրեք վերնագիրը կողքը։ Եզեկիան ցույց է տալիս իր թագավորության ունեցած բոլոր բաները եւ դա մեղք համարվում։ Ամեն։ Դա խոսում է 1-ից մինչև 3-ում, իսկ դրանից հետո Եսային հանդիմանում է նրան իր արած այդ քայլի համար։ Ամեն։ Իր սխալի համար։ Այն ժամանակ Բաղադանի որդի Մարովդակ Բաղադանը Բաբիլոնի թագավորը նամականիկ եւ ընծա ուղարկեց Եզեկիային շատ հեթանոսներ քաղաքեզի ընծաներ ուղարկեն ուզեն քո հետ չփեն, բայց դու ես մի վստահի ու բաց ինչքան գանձեր ու զենքեր ունես ցույց տու, ամեն։ Էլի մնա նորմալ հարաբերության մեջ, ոչ չափից ավել։ Սա է խորհուրդը։ Նամականիկ եւ ընծա ուղարկեց Եզեկիային, որ լսել էր, թե հիվանդ էր եւ առողջացել է։ Եվ Եզեկիան ուրախացավ նրա վրա եւ ցույց տվեց նրանց իր գանձերի տունը, արծաթը եւ ոսկին եւ խենկեղենները եւ պատվական յուղը եւ իր զենքերի բոլոր տունը եւ ամեն ինչ, որ գտնվում էր նրա գանձարաններում, ամեն անխել քայլ արավ։ Եսային էլ ասավ, ինչը տեսած են մի օր գալիս են հետևից։ Այո, կարող է մի տարի չգան, 2 տարի չգան, բայց տեսել են, կգնան դես ու դեն կպատմեն, ուրիշները կգան կտանեն։ Դու մի վստահի հեթանոսին, վերջը Դեվի ոգի ունի, վերջը շահամոլ է, արծաթ իր աչքերը կարա կուրացնի, անգամ գանտանիքիդ վերացնի ու այդ արծաթն ու ոսկին գողանա եւ տանի։ Մեկ բան չկար, որ Եզեկիան ցույց տված չլիներ նրանց իր տանը եւ իր բոլոր թագավորությունում։ Սա մեծ սխալ է, որ շատ հավատացյալներ փառասիրության համար անում են անառակ որդումուլտը տեսել եք, չէ՞ որ փողերի քսակը սենց անում է։ Ցույց տալով մեկ էլ ավազակներն են դեպիս բան չեն թողում ձեռը։ Հասկանում եք։ Մի ցույց տվեք, անգամ սիթեք մտնում, ձեր մոտ դաստով փողը ինչքան պետք է առանձնացնեք, մտեք ձեր առևտուրն արեք, ետ գնացեք։ Ումն եք ցույց տալիս։ Գալու են դրա հետևից, հիշեք, հտե կան մարդիկ, որ քեզ հսկում են, քեզ ա թվում, թե միամիտ մարդիկ են։ Հսկում են ու մեկ էլ ճանապարհին բամբոժնիկդ, դրամապանակդ վերացավ գրպանիցդ։ Ամեն, ցույց տվեք, մեղրքսիր հացի վրան եւ մեղուները հարցակվան վրետ։ Երորդ խոս, եւ Եսայա մարգարեն եկավ Եզեկիա թագավորի մոտ եւ ասաց նրան. Ինչ են ասում այս մարդիկը եւ որտեղից են եկել քեզ մոտ, ովքեր են, որտեղից են եկել, հարցը կարեւոր է, քո հոգեվոր աղբեր քուրերն են, անգամ տկար քրոջ եղբոր դեմ քո սիրտը մի բաց։ Եվ Եզեկիան ասաց. հերու երկրից Բաբելոնից են եկել ինձ մոտ, եւ նա ասաց. ինչ տեսան քո տանը,
Եվ Եզեկիան ասաց. ամեն ինչ որ կա տանս մեջ տեսան, մի բան չկա, եսի նաև պարտությունն այլ է իր մոտը, տես ինչեր ունեմ, նաև մարդը պարտանալուց է հետի ցույց տալում, ոչ թե միամտությունից, փառքը էլի, ամեն ինչ որ կա տանս մեջ տեսան, մի բան չկա, որ ցույց տված չլինեմ նրանց իմ գանձարաններում։ Համերես չեմ կարծում մեզ Բաբելոնի թագավորն լավ ասավելը բաստելամ գանձերում ինչ ունես։ Հաստատ իր հպարտությունից փառքից գերի այդ փառասիրությունը, հպարտությունը գիտես ինչ դաժան բան է։ Տարավ սկսես ցույց տալ։ Ամեն ինչ որ կա տանս մեջ տեսան, մի բան չկա, որ ցույց տված չլինեմ նրանց իմ գանձարանում։ Եվ Եսայան ասաց Եզեկիային. լսիր զորաստիրոջ խոսքը, ահա օրեր կգան, որ ամեն ինչ որ կա քո տանը եւ ինչ որ գանձեցին քո հայրերը մինչեւ այսօր պիտի տարվին Բաբիլոն, որտեղ մեն ցույց ես տվել եւ ախորժակները գրգռերես։ Մեկ բան պիտի չմնա, ասում է Տերը, եւ քո որդիներիցը, որոնք քեզանից հառաջ կգան, որոնց դու կծնես, կառնեն եւ նրանք ներքինիներ կդառնան Բաբելոնի թագավորի պալատումը։ Եվ Եզեկիան ասաց Եսային, նստեբად Եսասիդ բան ասում։ Տիրոջ խոսքը, որ դու ասեցիր բարի է, եւ ասաց, որովհետեւ իմ օրերում խաղաղություն եւ ապահովություն պիտի լինես, որովհետեւ ես բացեք ու գրեք տպագրական թերությունը։ Միայն իմ օրերում խաղաղություն եւ ապահովություն թողնի, որ ինձանից հետո ջրեղեղ, որը հիմար սխալ մտածելակերպ է, դու քո սերնդի համար պետք է նորմալ հիմք դնես ու գնաս, եթե ոչ քո տարիների վաստակածը իջիկ կդառնա, ամեն։ Էսի մի կարդում եմ ուղիղ, եւ Եզեկիան Եսային ասաց, Տիրոջ խոսքը, որ դու ասեցիր, բարի է եւ ասաց, միայն իմ օրերում խաղաղություն եւ ապահովություն լինի, թող լինի, ընդուց հետո ինչ լինում է, թող լինի, որը շատ սխալ մտածելակերպ ամեն, այսքանով ավարտեցինք Եսայա մարգարեության 39-րդ գլխի սերտողությունը։ Այս 39-րդ գլխի սերտողությունը խորհրդատու գլուխ է, որ դու ինչ հոգևոր գանձեր ունես, մնին ցույց մի տու, շատերը նախանձում են։ Մարմնավոր ինձ գանձեր ունես, մնին ցույց մի տու, ամեն։ Պարտքով ես անում, բերքդ լավ ահել է, մի օր մեկ եկե ասել եմ, ասում է իշքան կարտոշկա է ստացել, իշքան եկա, ասում եմ կաղա հարկայինից ես եկե, կե ինչ, ուզում ես պարտքերից մի մասը փագես, չէ, հաստատետի չէ, բա ինչու համար ես, ընձի մի $700 փող է պետք, ահա, իշտա կարտոլ պիտի ստանաս, տենամ ցիֆրը իշքան անեմ, եթե քիչ է 100 ասեմ, եթե շոտ է 1000 ասեմ, ինք հետաքրքրվում է ոչ թե քո լավի համար, ապա իր լավի համար։ Հիմա նրանք որ տեսան իրանց համար տանելու են դա, մի իրականից դռներդ բաց, գանձարաններդ բաց, պոեսներդ բաց, թե ինչեր ունես ամեն, գալու են մի օր դրանց հետևից, պարզա, թող Տերը փառավորվի, այսքանով ավարտեցինք Եսայի 39-րդ գլխի սերտողությունը եւ մեր այսօրվա սերտողությունը, մնաք Տիրոջ անմարելի սիրո խաղաղության մեջ, ամեն։